Փաստորաթերթը գրում է. նախընտրական գործընթացների եւ քաղաքական ուժերի ծրագրերի շուրջ քննարկումների ֆոնին Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանը Փաստերթի հետ զրույցում անդրադարձել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրին, առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով հայ առաքելական Սուրբ եկեղեցուն վերաբերող դրույթների վրա։ Նրա խոսքով այսօր Հայաստանում ուշադրության կենտրոնում հիմնականում նախընտրական խոստումներն են, քաղաքական կարգախոսներն ու տարբեր ուժերի բարձրագույն հայտարարությունները։ Սակայն ինչպես նշել է նա, այս ամբողջի ֆոնին հանրությունը գրեթե չի քննարկում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի ամենավտանգավոր կետերից մեկը, որը վերաբերում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու այսպես կոչված բարեփոխմանը, եկեղեցու ներքին կյանքին միջամտելուն եւ եկեղեցական կառավարման փոփոխությանը։ Փաստերթի հետ զրույցում Արման Վարդանյանը նշել է. ես ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքականապես գրագետ մարդիկ եւ մեր համախոհները միշտ համարել ենք եւ շարունակում ենք համարել այս մոտեցումը ծայրահեղ վտանգավոր հայկական ինքնության եւ հայկական պետականության պահպանման համար։ Նրա խոսքով այստեղ հարցը ամենևին էլ Գարեգին Բկա Թողիկոսի անձի մասին չէ, հարցը այն սկզբունքների եւ մոտեցումների մասին է, որոնցով դարեր շարունակ ապրել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ որոնք այսօր փորձում է փոխել ԿՊ-ն, նշել է նա։ Արման Վարդանյանի համոզմամբ խոսքը հոգեվոր բարոյական եւ ազգային այն հիմքերին միջամտելու փորձի մասին է, որոնց վրա դարերով պահպանվել է հայկական ինքնությունը։ Նա հիշեցրել է, որ դարեր շարունակ հայ առաքելական Սուրբ եկեղեցին է պահպանել հայկական լեզուն, մշակույթը, պատմական հիշողությունը եւ ազգային միասնությունը այն ժամանակներում, երբ հայկական պետականությունը վտանգված էր կամ ընդհանրապես գոյություն չուներ։ Հետևաբար այսօր պայքարը ոչ թե անձերի, այլ հոգեվոր բարոյական եւ ազգային սկզբունքների համար է, ընդգծել է Միասնության շարժման ղեկավարը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. մայիսի 28-ին սպասվող զորահանդեսը իշխանության համար պարզապես տոնական միջոցառում չէ, այն ըստ ամենայնի վերածվում է քաղաքական ցուցադրության։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցման վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն ինչ կազմակերպել այնպես, որ նախատեսվող զորահանդեսը լինի հնարավորինս տպավորիչ եւ լայն արձագանք առաջացնի հանրության շրջանում։ Մեր տեղեկություններով վերջին օրերին զինվորական ուժերը բառացիորեն օր ու գիշեր ներգրաված են նախապատրաստական աշխատանքներում։ Նախատեսվում է, որ մայիսի 28-ին զորահանդեսը կանցկացվի Հանրապետության հրապարակում։ Հրապարակ թերթը գրում է. Արագածոտի մարզպետարանը Շինեքսպորտ ՍՊ-ի հետ մանկապարտեզների շինարարության ընթացքի վերահսկման 5 պայմանագիր է կնքել։ Դրանք կնքվել են նույն օրը մայիսի 5-ին առանց մրցույթի մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ընդհանուր մոտ 7 միլիոն դրամ արժեքով։ Այս ընկերությունը հատկապես Փաշինյանի իշխանության օրոք Վանաձորի քաղաքապետարանի պատվերով իրականացնում է մանկապարտեզների շինարարության հեղինակային հսկողությունը։ Այժմ ընկերությունն ընդլայնել է աշխարհագրությունը եւ հսկողության ծառայությունները մատուցում նաեւ Արագածոտնի մարզում։ Իրավունք թերթը գրում է. Սյունիք, մասնավորապես Գորիս այցից հետո Փաշինյանը օթերով է հանել նախկին գայիշնիկ, այժմ կարկառուն ԿՊ-ական Արմեն Խաչատրյանին։ Մեծ խոսում ես Գորիսում դեմ քեզ, գնաղուրբան եղիր Արուշին, ով եկել էր իր համար էր եկել, ըստ լուրերի ասել է Փաշինյանը։ Նկատենք, որ Խաչատրյանին ԿՊ-ում եւս մեղմասա ստանել չեն կարողանում։ Հեղափոխության օրերին նախկիների գայիշնիկներ մի մետր քայլած չկա, բայց այսօր հայտնվել է 50-յակում։ Այսպես են արտահայտվում վերջինիս մասին սեփական թիմում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ինչ ունեցված կունի Նիկոլ Փաշինյանը, ըստ 2024 թվականի գույքի եկամուտների ծախսերի եւ շահերի հայտարարագրի Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 եւ ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։ Փաշինյանի հայտարարագրում արկա է նաեւ Իջևանատուն ՓԲ-ին տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726.900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ, կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ եւ $500։ Հայտարարագրի համաձայն 2024 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից շուրջ 17 միլիոն դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նա նաեւ հայտարարագրել է 6 միլիոն դրամի նվիրատվություն ստացած կնոջից Աննա Հակոբյանից։ Հայտարարագրում նշված են նաեւ տարբեր բանկերից ստացված վարկեր, տարվա վերջի դրության վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ավելի քան 48 միլիոն դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված պարտավորություն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է նաև հանգստի նպատակով իրականացված ճանապարհածախս եւ կեցության ծախսեր ավելի քան 5 միլիոն դրամի չափով։